Իրան-Հայաստան բարձր լարման գիծը կարող է մասամբ ավարտին հասցվել 2026-ի առաջին կիսամյակում։ Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ենթակա բարձրավոլտ էլեկտրացանց ՓԲ-ի մամուլի ծառայությունը։ Այդ ժամանակ նախատեսվում է ավարտել գծի մեկ շղթան Իրանի սահմանից մինչև Սիսիանի տարածաշրջանում կառուցվող նորավան ենթակայանը։ Աշխատանքների մի մասը կտեղափոխվի հաջորդ տարի, քանի որ գծի որոշ հատվածներ կառուցվում են բարձր լեռնային գոտիներում, որոնք հոկտեմբերի կեսերից կամ նոյեմբերի սկզբից անանցանելի են դառնում։ Արդյունքում Իրան-Հայաստան էլեկտրաէներգիայի փոխհոսքերի թողունակությունը կավելանա ներկայիս 330-ից հասնելով ավելի քան 1000 մեգավատի, սակայն դա տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ լարման գիծը կառուցվի ամբողջությամբ։ ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները, այդ թվում Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Մինսկում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդում հաստատել են 6 փաստաթղթերից բաղկացած փաթեթ։ Ընդունված որոշումների թվում է եղել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում արևելք-արևմուտք եւ հյուսիս-հարավ ուղղություններով տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծման եւ զարգացման մասին, այդ թվում Չինաստանի մեկ գոտի մեկ ճանապարհ նախաձեռնության հետ համակարգման համատեքստում կարգադրությունը։ Կառավարության ղեկավարները նաև որոշում են կայացրել եւ հրաման տվել գործարկել Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների հետագծելիության մեխանիզմը։ Նախկինում հաջողությամբ ավարտվել է եռամսյա փորձնական նախագիծը։ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների էներգետիկայի եւ ենթակառուցվածքների նախարար Սուհեյլ Ալ-Մազրուեի հետ։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտին վերաբերող մի շարք հարցերի։ Մասնավորապես Արաբական Միացյալ Էմիրությունների նախարարին է ներկայացվել Հայաստանում արևային էներգիայի զարգացման միտումները։ Քննարկվել է արևային էներգիան կուտակելու էմիրությունների առաջատար փորձը։ Անդրադարձ է կատարվել նաև ջրային ոլորտում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցերին։ Հուլիսին Հայաստանի առևտրային բանկերի ավանդներն ու վարկերը դրամային միջոցների շնորհիվ աճել են 0.3%-ով եւ 1.2%-ով։ Այս մասին հայտարարություն է տարածել Համաշխարհային բանկը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսը չկարողացավ համաձայնության գալ պետական բյուջեի շուրջ, ինչի հետևանքով երկիրը մտավ կառավարության փակման ռեժիմ։ Առաջին անգամ վերջին 7 տարում եւ արդեն երրորդ անգամ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք։ Սպիտակ տան բյուջետային գրասենյակը պաշտոնապես հրահանգել է դաշնային մարմիններին սկսել փակման պլանների իրականացումը, դադարեցնելով ոչ էական ծառայությունները, խաթարելով 100,000-ավոր աշխատողների եւ հանրային բազմաթիվ ծառայությունների աշխատանքը, օդանավակայաններից մինչև դատարաններ։ Միացյալ Նահանգները համաձայնել է թույլ տալ հարավկորեացիներին աշխատել սարքավորումների վրա Միացյալ Նահանգների ներդրումային վայրերում առկա ժամանակավոր վիզաներով եւ նոր ուղիներ բացել, օգնելով իր դաշնակցին աշխատողներ ուղարկել այնտեղ բիզնես վարելու համար։ Միացյալ Նահանգների ներգաղթային իշխանությունները կապի նոր ուղի կբացեն հարավկորեական առաքելությունների հետ, վիզաների հարցերը ավելի լավ համակարգելու համար։ Մեծ Բրիտանիայի տնտեսությունը այս տարվա երկրորդ եռամսյակում նախորդ 3 ամիսների համեմատ աճել է 0.3%-ով, սպառողական ծախսերը ավելացել են 0.1%-ով, պետական ծախսերը 1.3%-ով, արտահանումը նվազել է 0.2%-ով, իսկ ներմուծման ծավալը չի փոխվել։ Առողջապահության նախարարության ենթակայության տակ անցած որևէ բժշկական կենտրոն չի փակվելու կամ կրճատվելու, Անահիտ Ավանեսյանն է վստահեցնում ու հավելում։ Պետությունը վերջին տարիներին մեծածավալ կապիտալ ներդրումներ է իրականացրել մարզային բժշկական կենտրոններ կառուցելու, վերակառուցելու, վերազինելու վրա, եւ այս քաղաքականությունը շարունակվելու է։ Այս պահին էլ միայն առողջապահության նախարարության կողմից իրականացվող 13 շինարարական ծրագիր կա, որոնք շարունակվելու են։ 26 թվականի առաջին 6 ամիսներին կբացենք Սիսիանի բժշկական կենտրոնը։ Մենք այս պահին էլ նորացվող ծառայությունների շրջանակը հաշվի առնելով անընդհատ փոփոխում ընդլայնում ենք սարքավորումների շրջանակը, որ այնտեղ պետք է տեղադրվի։ Ուրեմն
Մարտունին բժշկական կենտրոնը չուներ օրինակ համակարգչային շերտագրում եւ նոր բժշկական կենտրոնի տրամաբանության մեջ արդեն հայեցվել է։ Այս տարվա ապրիլից մարզային 42 բժշկական կենտրոնների լիազոր մարմինն է դարձել առողջապահության նախարարությունը։ Որոշ բժշկական կենտրոններ միավորվում են։ Անահիտ Ավանեսյանի խոսքով միավորման պարագայում բոլոր բուժհաստատություններում համապատասխան մասնագետներ գրավելու հնարավորություն է լինում։ Սյունիքի օրինակի վրա բերեմ։ Մենք ունենք շատ նեղ մասնագետներ, որոնք որ պիտի հոսք ունենան պացիենտների եւ մասնագետը, որպիսի օրինակ սպասարկի մի քանի վիրահատությունների այսպես հավաքագրվի պլանային եւ այդ սպეციფიկ վիրահատությունները իրականացվեն, դժվար է միայն Գորիսի բժշկական կենտրոնի համար նման մասնագետ պահելը։ Եվ մեր նպատակն է, որ այս միավորումների արդյունքում մենք ապահովենք, որ մասնագետները Կապանից, Գորիսից, Սիսյանից եւ Մեղրիից շատ հեշտությամբ ծառայությունները կարողանան մատուցել հենց տեղում, քանի որ արդեն չենք ունենալու մեկ ՓԲ-ից գործուղել մեկ այլ ՓԲ։ Բժշկի մասնագիտական որակը պետք է բարձր լինի, անկախ այն հանգամանքից մարզային բժշկական կենտրոնում է գործունեություն ծավալում, թե մայրաքաղաքային։ Բոլոր այն դեպքերում, երբ որ մասնագետը ունի խնդիր մասնագիտական գործունեություն իրականացնելու, մենք հետևողական ենք, որ որևէ բժշկական կենտրոնում դա կլինի մասնավոր, պետական, մարզային, թե մայրաքաղաքային, նա չիրականացնի։ Այսպիսով, նախարարի խոսքով պետությունը որպես ՓԲ-ների հիմնադիր նպատակ ունի մի կողմից դրանց միջոցով ապահովել բարձրորակ բժշկական ծառայություններ, մյուս կողմից արդյունավետ կառավարման շնորհիվ դրանք դարձնել շահույթ ստեղծող կառույցներ, որոնք կվերադարձնեն պետական ներդրումները ճիշտ ձևաչափով։ Առողջապահության նախարարությունը նաև հանրային քննարկման է ներկայացրել օրինագիծ, ըստ որի ապահովագրության փաթեթի առաջին փուլի համար սահմանվել է 129.600 դրամ, որը իր մեջ ներառում է կանխարգելիչ վաղ հայտնաբերմանն ուղղված կլինինգային ծրագրեր։ Կառավարության որոշմամբ հստակ ծառայությունները ամրագրված են լինելու եւ ամեն քաղաքացի շատ պարզ ձևով տեսնելու է, թե այս ծառայությունը ապահովագրության շրջանակներում փակվում է, թե ոչ։ Օրենսդրական նախագծի մեջ ապահովագրության ներդրումը եռամյա փուլային շրջանակներում է ամրագրված եւ սկսվելու է 2026 թվականից, ներառելով մինչեւ 18 տարեկան երեխաներին, 65 տարին լրացած եւ 18-ից 65 տարեկան հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին եւ անապահովության բալ ունեցող քաղաքացիներին։ Ըստ նախարարի, այն բոլոր անձինք, որոնք 200.000 դրամից ավելի են ստանում եւ սոցփաթեթի շահառու են, կընդգրկվեն ապահովագրության մեջ, իսկ մյուսները, որոնք դեռ այս խմբում չեն, կշարունակեն օգտվել վճարվող ծառայություններից, սակայն այս խումբը կներառվի արդեն 2027-ի եւ 2028-ի խմբերում։ Ապահովագրության համապարփակ համակարգում ներառվելու են նաեւ պետության կողմից 100% սուբսիդավորվող այն քաղաքացիները, որոնք հանդիսանում են ռեզիդենտ։ Խաղողի մթերումը գնում է ողջ թափով ու անխոչնդոտ։ Այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Ավելի վաղ նախարարն անձամբ էր այցելել խաղող մթերող ընկերություններ ծանոթանալու իրականացվող գործընթացին։